Պարոն Մանասերյան, այս ընթացքում որոշ քաղաքական ուժեր իրենց ծրագրերն են տնտեսական մասով ներկայացրել, ձեր մասնագիտական կարծիքն է հետաքրքրում այդ առաջարկների վերաբերյալ, ինչքանով են դրանք գործունակ լինելու եւ մեր տնտեսության համար պիտանի լինելու։ Մասնավորապես առաջարկներից մեկը, որը Դավիթ Անանյանն է ներկայացրել, հետեւյալն է, որ արդյունաբերական ճանապարհ ենք մենք ընտրելու այսուհետև իրենք են ասում եւ ասում են, որովհետեւ արտահանող պետությունն է միայն, որ իրականում անկախ պետություն կարող է լինել, դրա համար կոմունիկացիաները բնականաբար պետք ռազմավարություն են ունենալու հիմնված երեք ուղղության վրա՝ հյուսիս-հարավ ավտոմայրուղի, հյուսիս-հարավ երկաթուղի եւ արևելք-արևմուտք հաղորդակցություն եւ արդյունաբերական գոտիներ եք ձևավորելու։ Հիմա սրա հետ կապված կուզենամ դուք լսեք եւ ձեր կարծիքը հայտնեք։ Այդ արդյունաբերական գոտիները, որը առաջարկում են միասնության թևերը, ասում են ստեղծվելու է Սյունիքից Տավուշ եւ Աշոտցից Արմավիր հատվածում, դա կբերի համաչափ զարգացման, աշխատատեղեր կստեղծվեն մարզերում, արդյունաբերական գոտիների համար սահմանելու են գրեթե զրոյական հարկման համակարգ։ Պարզ վարչարարությամբ եւ ծրագրի կարևոր ճյուղերից է լինելու գյուղմթերքի վերամշակման զարգացումը, ստեղծվելու են գյուղատնտեսական տեխնոպարկեր, խելացի ջրային համակարգ, պետություն մասնավոր հատված համագործակցության ու սրա արդյունքում հնարավոր է Հայաստանը դառնա գյուղատնտեսական արդյունաբերության գլխավոր կենտրոններից մեկը։ Հիմնական շեշտը դնում է տարածաշրջանում։ Այո, եւ ասում են, որ դրանով մենք որակյալ սնունդ կարտադրենք եւ կարտահանենք օրգանական արտադրանք առաջին գոտին, սկիզբը ծրագրի մեկնարկը սկսելու են Աշոտցից, որովհետեւ համարում են այնտեղ բնական հողացման համակարգը եւ գյուղմթերքի հետ կապված շատ կարեւոր կենտրոն է դառնալու Աշոտցը։ Սա իրատեսական է, դուք ինչ եք մտածում սրա հետ կապված։ Ես շատ հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն ուժերին, ովքեր արհեստավարժ մոտեցում են փորձում ցուցաբերել հատկապես տնտեսությանը, բայց բոլոր ձեր նշված նպատակները դրանք կարող են ցավոք սրտի իջիկ դառնալ սահմանի բացմամբ։ Շատ լավ պատկերացնում ենք բոլորս, որ եթե եվրոպական որևէ երկիր չենք խոսում զարգացող երկրների մասին, չեն կարողանում դիմակայել թուրքական ապրանքների էքսպանսիային, իսկ դրանք հիմնականում գյուղատնտեսական մթերքներ են, ապա լուրջ խնդիր է առաջանում, թե ինչպես փոքրիկ Հայաստանը չկայացած ճյուղերով տնտեսության չեն կայացել, դրանք ունեն ներուժ, ունեն որոշակի մրցունակ ապրանքներ, բայց իբրև տնտեսության կառուցվածք ձևավորող ճյուղեր դեռևս սահմանային վիճակում են, ինչպես կարող ենք դիմակայել։ Ես բազմիցս այս հարցը ուղղել եմ իշխանություններին, բայց պատասխան չկա եւ այն մարդիկ, ովքեր այսօր աշխատավարձ են ստանում եւ հավելավճար ի պաշտոն է, նրանք հաշվարկներ զլանում են անել, որտեղ անհնար է։ Ըստ էության իրատեսական չէ։ Գերմանիան, Հոլանդիան, Ֆրանսիան, պես կարելի է շարունակել 27 երկիր եվրոպական, որոնք ունեն հզոր գյուղատնտեսություն, ուզում եմ շեշտել, սուբսիդավորվող գյուղատնտեսություն, չեն կարողանում թուրքական գյուղմթերքի առջև որևէ ձևով դիմակայել։ Լավ կլինի, որ մեր գոլեգաներ, մեր գործընկերները շատ ուշադրություն դարձնեն հատկապես այս խնդրին, որովհետև ըստ էության 2026 թվականին բոլոր այդ պատրանքները վերանում են, որ մենք կարող ենք ինքնուրույն քաղաքականություն վարել, արդեն տարածաշրջանային զարգացումները բերում են նրան, որ մենք չենք կարող այս իրողությունները մի կողմ դնել։ Սա մեկ։ Իհարկե շատ կարևոր է, որ երկու վեկտորներով փորձում են գյուղատնտեսության մեջ այդ կոոպերացիան զարգացնել, հարց առաջանում իսկ մյուս մարզերը, մյուս տարածքները ինչպես զարգացնել։ Ես կարծում եմ, այստեղ շատ կարևոր կլինի, ես սիրով կօգնեմ ծրագրի հեղինակներին, եթե անհրաժեշտություն լինի, ընդհանրապես այն ինչ մեծ ֆինանսական ռեսուրսներ չի պահանջում, տեղեկատվության հավաք բոլոր համայնքներից հասկանալու, թե ինչ կուլտուրաներ են մշակվում,
մրգեր, բանջարեղեններ, հատապտուղներ եւ այլն, անասնապահության որ ճյուղերն են ավելի զարգացած եւ կոոպերացիան հենց այստեղից պետք է սկսել, ներքին շուկայից, շատ հաճախ մեր փոքր երկրում անգամ հյուսիսից հարավ տեղյակ չեն, թե ինչը կարող են անգամ ապրանքափոխանակությամբ բավարարել, որ խնդիր չառաջանա անկանխիկի կամ կանխիկի օգտագործման եւ արևելք արևմուտք նույնպես փոքր երկրի այդտեղ ինչպես անենք Արմավիր, Աշոտսկ եւ այլ Շիրակի դաշտ բավական մենք առանձնահատկություններ ունենք, թեև շատ փոքր երկիր է եւ պետք է հաշվի առնենք, որ գրեթե կեսը 40%-ից ավելին գյուղ նպատակներով գյուղացիական տնտեսությունները չեն կարող օգտագործել, մշակովի չեն դրանք լեռնային, նախալեռնային գոտիներն են եւ կլիմայական առումով ոչ բարենպաստ։ Մնացած ամբողջ հողատարածքից էլ, այսինքն ստացվում է գրեթե կեսը, կեսից էլ 60%-ից ավելին այսօր չի մշակվում։ Ինչ անել, որ դրանք վերադարձնել ուրեմն ընդհանուր շրջանառության մեջ, որովհետեւ մի բանը երբ չի օգտագործում տարիներ շարունակ եւ դուրս են մնում, բայց հետ վերադարձնել շրջանառության մեջ նշանակում է աղակալած հողերը պարարտացնել, դրանք տարիներ են պահանջում։ Այստեղ եւս շատ խորը գիտելիքներ են պահանջում, ընդ որում ոչ միայն առանձին ճյուղերով ագրոբիզնես, այն ինչ որ նշեցիք, շատ կարեւոր է հատկապես ագրոբիզնեսի տեսանկյունից, բայց ագրարային քաղաքականություն Հայաստանի Հանրապետությունում չի մշակվել եւ չի իրականացվում երկար տարիներ։ Սա եւս մնում է մեր բոլորի պարտականությունը, պատասխանատվությունը եւ այստեղ թիմային աշխատանքներ են անհրաժեշտ, ուրեմն համախմբում ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաեւ մասնագիտական առումով անհրաժեշտություն է։ Պարոն Մանսարյան, խոսքի սկզբում նշեցիք սահմանների բացման հետ կապված վտանգը, այսինքն եթե սահմանները բացվեն, այդ մրցակցությանը ոչ մի կերպ մեր գյուղատնտեսությունը չի դիմակայի։ Ինքներդ տեսեք, եթե գոնե մեկ երկիր դիմակայել է թուրքական ապրանքներ, շատ կոնկրետ խնդիր եմ դնում։ Չեմ ասում մրցակցություն, չեմ ասում մրցունակություն, абստրակտ այդպես վերացական եզրույթներ չեմ օգտագործում, ասում եմ թուրքական ապրանքների գյուղմթերքների էքսպանսիա։ Եվ բերում եմ օրինակներ, եթե մեկ երկիր ճանաչում եք, ես սիրով կսովորեմ եւ կուզենամ, որ դա իբրև միջազգային ուսանելի փորձ կիրառենք մեզ մոտ։ Դա անհնար է։ Դրան հավելեք այն, որ Թուրքիան ունի հատուկ միջոցներ, ռեսուրսներ, որոնք ուղղվում են արտահանումը սուբսիդավորելու։ Ոչ միայն գյուղատնտեսությունը տեղում, այլ նաեւ այն մթերքները եւ գյուղատնտեսական եւ արդյունաբերական արտադրանքի, որոնք ուղղվում են նոր շուկաներ գրավելու, պետությունը անմիջապես կողքներին կանգնում է։ Այսինքն եւ վերեք Հայաստանի անգամ պատկերացում չունեցող այդ հարցերի վերաբերյալ բազմաթիվ կառույցներ, դա կոչվում է տնտեսական դիվանագիտություն, ավելի բարձ լեզվով ասած։ Տիրապետում են այդ գործիքակազմին, պատկերացնում են ինչ է տնտեսական դիվանագիտությունը թվայնացման դարաշրջանում հատկապես, ինչպես է համագործակցում պետությունը փորձագիտական հանրության, հետո մասնավոր հատվածի հետ, որպեսզի ամբողջացնեն ներուժը երկրի։ Ես կարծում եմ, որ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի հասունանանք իբրև պետություն, հասունանանք նաև տնտեսության կառավարման առումով եւ հասկանանք, որ շատ են խոսում, տեսեք, այս թշվառ վիճակում տնտեսության ինքնախապեյության լուրջ դրսևորումներ են, երբ միավորված ազգերի կազմակերպության արդեն մի քանի տարի է ուղարկվում են զեկույցներ Հայաստանից, որտեղ նշվում է digital agriculture, այսինքն թվայնացված գյուղատնտեսություն։ Մենք ձեզ հետ միասին չենք երազի ունենալ նման բան, իհարկե, բայց դրան նշույլը չունենք, մենք ունենք ցավոք սրտի, ունենք թշվառ վիճակում հայտնված անպաշտպան գյուղացիներ, որոնք անգամ երբ որ կենսաթոշակային տարիքի են անցնում, անպաշտպան են, որտեղ նրանք չունեն իրենց աշխատանքային գրքույկներում, թե այս ժամկետից այն ժամկետ էստեղ են աշխատել, դրանք հաշվի առնեն հավելելու նվազագույն բազային կենսաթոշակին եւ այլ, այսինքն
Մենք ունենք մեր երկրի բնակչության գրեթե կեսը խիստ խոցելի վիճակում։ Սրանք սոցիալական, տնտեսական, նաև եթե կուզեք քաղաքական խնդիրներ են, այսինքն քաղաքատնտեսությունն է ըստ էության, որը մենք պետք է հաշվի առնենք իր բոլոր նրբություններով։ Պարոն Մանասարյան, տեսեք, ՓՄԾ-ների հետ կապված խոստանում են ուր համակարգ ստեղծել փոքր բիզնեսի համար տարբերակված համաչափ հարկման ռեժիմ, օրինակ մեր ձևով առաջարկում են փոքր մանր բիզնեսը առհասարակ ազատել հարկերից, որը այդպես քննադատության առիթ բարձրացրեց, իսկ միասնության թևերը առաջարկում են հարկման դրույթ քաչափը նվազեցնել, վաճառքի հարկը դարձնել ավելի բարձր ու կանխատեսելի, որ բիզնեսը զուտ չխեղդվի, բայց չվերացնել հարկերը առհասարակ։ Դուք ինչ կարծիք ունեք այս մասին։ Իրատեսական մոտեցում է, բայց այստեղ եւս մենք եզրույթների շփոթի խնդիր ունենք։ Մի դեպքում ասում են փոքր եւ մանր բիզնես, որը շատ կարեւոր է տարանջատել, բայց այդքան էլ շատ իրատեսական կարող է չթվալ, որ անմիջապես ամբողջությամբ ազատել։ Ես կողմնակից եմ հաշվառելու արտոնություններ տրամադրելու ըստ բիզնեսի։ Եթե փոքր բիզնես է, մանր բիզնես է, ինքնազբաղվածություն է, ընտանեկան փոքր չափերի բիզնեսները հաշվառել եւ որոշակի ժամանակահատված ազատել, բայց որոշակի ժամանակահատված թույլ տալով աճել, հասնել փոքրին, եթե մանր է, փոքրից էլ միջինին, եւ հետո այո, կարող է եւ փոքր մնալ, բայց արդեն բավարար շահույթներ ունենալ, այսինքն մենք պետք է տարբերակված մոտեցում ունենանք։ Այս դեպքում դուք նշեցիք, որ ՓՄԾ, տեսեք, ՓՄԾ-ն Դավիթ Անանյանը ինքը եղել է պետեկամուտների կոմիտեի ղեկավար։ Իմ կարծիքով շատ այսպես ընդունելի կլիներ, եթե իր գլխավորած թիմը կամ իր հետ աշխատողներին ինքը հորդորեր օգտագործեն ճիշտ եզրույթներ։ Փոքր բիզնես առանձին, որտեղ դա իր խնդիրներն ունի, մանր հետ միասին, միջին իրեն։ Երբ որ ասում ենք ՓՄԾ, անմիջապես արդեն անիրատեսականության մի այսպես վտանգ է առաջանում։ Ես ամենայն հարգանքով եմ վերաբերվում, ոչ թե քննադատության դիրքերից եմ ուզում սապերլուծել, ուզում եմ, որ մի քիչ ավելի ամրանան այս ծրագրերը դառնան ավելի իրատեսական։ Իհարկե, այս դեպքում մոտեցումը ավելի իրատեսական է, այն դեպքում եզրույթն է ճիշտ կիրառվում, այս դեպքում մոտեցումը, որը պետք է ընդհանուր առմամբ սինթեզվի եւ ճիշտ ռեալ գնահատական մենք ունենանք։ Սրա համար թիմային աշխատանք է պետք, երբ որ արդեն ձևավորվի ժամանակավոր կառավարությունը, իսկ ես գրեթե վստահ եմ, որ դա պետք է տեղի ունենա, եւ հետո արդեն արդար եւ առողջ մրցակցության արդյունքում քաղաքական ուժերը կարող են ազգաբնակչությանը ներկայացնել իրենց այն ծրագրերը, որոնք ավելի համոզիչ կլինեն եւ այդպիսով քվեներ կստանան։ Պարոն Մանասարյան, տեսեք, հարկման նոր մոդել է նաև առաջարկվում, որը համահունչ կլինի արտադրական եւ ներդրումային տնտեսությանը, օրինակ, աստիճանաբար հրաժարվում են սպառման վրա հիմնված հարկման մոդելից, այսինքն անմիջապես վերացնում են նախ շրջանառության հարկը, իսկ ավելացած արժեքի հարկը փուլային են հանելու, փոխարինելով պարզ ու կանխատեսելի եւ նվազ 5% դրույքաչափով հարկով։ Սրա մասին ինչ կասեք, դա ինչ կտա, որովհետև ասում եմ, որ ուղղակի հարկերի դերը միաժամանակ բարձրացնում ենք, շահութահարկն ու եկամտահարկը լինելու են համաչափ, խթանելով ներդրումը։ Այս մասով ինչ կասեք։ Այս մոտեցումը դրվատանքի արժանի է, որովհետև սա խոսում է տարբերակված մոտեցման մասին, ինչից խուսափում են Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ եւ փորձում են միանգամից մի այսպես գործիքով բոլոր խնդիրները լուծել եւ բյուջեի ուրեմն եկամտային մասը եւ մնացած խնդիրները, բայց ինձ մասնագիտական առումով ավելի մոտ է այդ մոտեցումը, որ տարբերակված լինի եւ ուղղակի հարկերը ավելի դեր խաղան, ինչը նաեւ քաղաքակիրթ տարբեր երկրներում, պետություններում ավելի կիրառելի է, բայց սա պետք է լինի տարիների ընթացքում, ժամանակի ընթացքում մենք միանգամից չենք կարող այդ ռիսկի դիմել, որովհետև պետական գանձարանը կարող է դրանից տուժել, այսինքն պետք է նաեւ ես կհորդորեի, խորհուրդ կտայի, որպեսզի փուլերը հստակ տարանջատվեն եւ ասեմ որ դեպքում արդեն կարող ենք անցում կատարել մյուս մեթոդի կիրառմանը եւ կարծում եմ այստեղ մասնագիտական
փորձը թույլ կտա մարդկանց ավելի իրատեսորեն մոտենալու։ Նաև առաջարկվում է, որ ՀՄԾ-ների ստատուս քվոն վերականգնվի մինչև 2025-ի հունվարի 1-ը գործող շրջանառության հարկի ցածր դրույքաչափերը մնան ուժի մեջ դիսմասով։ Դարձյալ ՀՄԾ բառակապակցությունը շատ խորտ է։ Մինչև օրենսդրություն չհասնենք այդ դրանց տարանջատմանը, մենք չենք կարող իհարկե, սրանք շատ կարևոր է, մոտեցումը շատ ճիշտ է, իհարկե։ Իսկ փաստաբանների, պարզաբիրների, տուրիստական գործակալների, առևտրի հանրային սննդի ոլորտի համար առաջարկում է ներդնել նվազագույն հարկային ռեժիմներ, այսինքն այս մասով տեսեք, վարսաբիրներին հասկանալի է, տուրիստական գործակալություններ, երբ որ մենք միացնում ենք, կան փոքր տուրիստական գործակալություններ եւ կան արդեն բավական լուրջ շրջանառություն ունեցող ինչն է իհարկե տեսեք երբ որ մենք ասում ենք ուսումնասիրություններ իսկ այս եզրույթը արդեն մի քանի տարի կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում ստուգումների փոխարեն այս ուսումնասիրությունները հենց մեզ այդ հնարավորություններն ընձեռում որովհետեւ մենք հասկանանք ինչ բիզնեսի հետ գործ ունենք այդ ուսումնասիրությունները մեզ կհուշեն տարանջատել մանրը, փոքրը, միջինը եւ համապատասխան վերաբերմունք ցուցաբերել։ Բայց իհարկե նվազագույն շեմ այդ իրապես փոքր բիզնեսի դեպքում մենք պարտավոր ենք փոքր նվազագույն շեմ սահմանել, ինչը որ բազմաթիվ զարգացած երկրներում price ceilings, price floors, այսինքն հատակներ եւ առաստաղներ, մինչեւ ուր կարելի է բարձրացնել, որպեսզի չխեղդվի փոքր բիզնեսը եւ արհեստական դեմպինգով խոշոր բիզնեսը չմտնի ոլորտ նույն վարսավիրներին դուրս չհանի խոշոր մի ընկերություն դրա համար այդ նվազագույն բայց դրանից էլ ցածր չպետք է լինի որ նրանք գոյատևեն դեմպինգային գները ձեզ հայտնի են եւ փոքր բիզնեսին հիմնականում խոշորը խեղդում է հենց դրանով ներդրվելու է թվային դրամ հասկացությունը, մենք մինչ այս չէի, համենայն դեպս ես տեղյակ չէի, որ էլեկտրոնային թվային, այո, որը ազգային արժույթի երրորդ ձևն է կանխիկի եւ անկանխիկից բացի, հատկապես պետական գնումների մասով է այս առաջարկը արվում, որովհետեւ ասում են, որ դա թույլ կտա տեխնիկապես բացառել այլևս կոռուպցիան եւ վերահսկելիություն տա պետական գնումների համակարգում։ Այս մասով դուք համաձայն եք դրա հետ։ Ավելին ձեզ ասեմ, դա վաղուց հասունացած հարց է եւ ոչ միայն զարգացած երկրներ, այլև զարգացող երկրներ։ Չինաստանը դուք չեք կարող անվանել զարգացած երկիր, բայց ինքը արդեն լոկոմոտիվ է համաշխարհային տնտեսության։ Չինաստանն էլ է դա կիրառում։ Բազմաթիվ երկրներ, միջինասիական երկրներն են սկսել դրան անցնել։ Իհարկե զարգացած երկրները մասնավորապես շատ ուսանելի փորձ ձևավորվել է Միացյալ Նահանգներում Միացյալ Նահանգները առաջիններից են որ արձագանքեցին էլեկտրոնային արժույթին եւ կրիպտոարժույթին համարելով դա ապօրինի եւ վտանգների մասին իրազեկելով հանրությանը բայց խնդիրն այն է որ շատ արագ վերլուծական միտքը աշխատեց եւ հուշեց կառավարությանը, որ կարելի է մրցակից դառնալ եւ այդ մրցակցությունը այսօր տեղ է գտել հենց Տրամպի առաջարկով թվային արժույթ եւ էլեկտրոնային արժույթներ այսօր շրջանառության մեջ են, ինչը ավելի անուղղակիորեն ամրացնում է ազգային արժույթի եւ դրամական համակարգը ֆինանսական համակարգը անուղղակիորեն, որովհետև մենք ժամանակակից մարտահրավերներին կարողանում ենք համարժեք արձագանքել։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, հավանաբար կարող եք զարմանալ, բայց արդեն 6 տարի է, ինչ այս նախագիծը կա, տնտեսական անվտանգության միջազգային մասշտաբով, համաշխարհային մասշտաբով կարևորագույն փորձագետներից, եթե ոչ հայրը տնտեսական անվտանգության, Սերգեյ Գլազևի հետ մենք Հայաստանի Հանրապետության համար փորձել ենք տեղայնացնել հատկապես արդյունաբերությանը ծառայող թվային արժույթի
հայեցակարգը։ Մնում է, որ բնականաբար ներկայիս իշխանությունը գաղափար չունի դրանից կամ ինչպես դա կարող է կյանքի կոչել, բայց ոչ միայն կառավարությունը, այլ նաև կենտրոնական բանկը պետք է պատրաստ լինի տվային արժույթին, առաջին հերթին պատասխանատուն դրամավարկային քաղաքականության կենտրոնական բանկն է եւ ինքն է թողարկում ազգային արժույթը, ուրեմն սա կոնցեպտուալ բոլոր իր մանրամասներով պետք է համաձայնեցվի, հիմնավորվի, պարտադիր ռիսկեր կան, անպայման ռիսկեր կան, բայց սրա օգուտը, եթե տվային արժույթը մտնում է, օրինակ բերեմ, որոշակի ծրագրի իրագործման համար, երկրորդ էներգաբլոկ, նայիրիդ, խոշոր ծրագրերի մասին է խոսքը, սա համաձայնեցված կարող է մի կողմից էլեկտրոնային արժույթը օգտագործվել, դա մեծ մասշտաբի գումարներ են, որը չի բերի գնաճային մեծ ռիսկերի, որովհետև ինքը չի մտնում անմիջապես իրական տնտեսություն, գնում է դեպի որոշակի խնդիրների լուծման եւ ֆինանսավորման, սարքավորումների ձեռքբերման եւ այլն, որը ընդհանուրին վնաս չի տալիս եւ ռիսկերը չի մեծացնում, բայց մյուս կողմից, եթե մենք այս նույն ծրագրերին մոտենանք եւ տվային արժույթի եւ իրական արժույթի ազգային դրամով ներդրումների տեսանկյունից, ապա կարող ենք նաեւ փոխառու միջոցներ ներգրավել, փոխառու միջոցները կարող են լինել պետական բոնդերը, որոնք մի փոքր տարբերվում են ներքին պարտատոմսերից, կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ, բայց սրանք ուղղվածություն կարող են ունենալ որոշակի ծրագիր իրագործելու համար եւ ռիսկերը ճիշտ կառավարելու խնդիր է առաջանում։ Այստեղ եւս նորարարական կառավարման կամ այդ նոր մոտեցումների ռիսկերի գնահատման եւ կառավարման անհրաժեշտություն է առաջացնում։ Ուրեմն ոչ դեպքում մենք չենք կարող ասել, որ մենք երաշխավորված ենք այսպես կայուն անցնցում զարգացումներից, ոչ, բայց դրա համար պետք է անընդհատ սովորելու պատրաստ գիտելիքահեն տնտեսության համար գիտելիքահեն կառավարում եւ կառավարություն ունենանք։ Ինչու են ինչպես կառավարությունները ձեռնպահ մնացել, ասացիք, որ այդ ծրագիրը եղել է եւ միտքը եղել է։ Ուշադրություն դարձրեք Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին, անկախության տարիներին, մեծ մասը, գերակշիռ մասը ունի տնտեսագիտական կրթություն։ Նրանք, ովքեր ունեն տնտեսագիտական կրթություն, նրանց տնտեսագիտական կրթությունը հանրությանը հայտնի է դառնում։ Արդեն զավեշտի վերածվող հաշվարկներով եւ անեկդոտային իրավիճակներով, այսինքն մենք բազային լուրջ կրթություն եւ փորձառություն ունեցողներին, երբ վստահում ենք շատ պատասխանատու ոլորտ, առաջ միգուցե խորհրդային տարիներին շատ մեծ այդպիսի նրբությունների պետք չէր տիրապետել, բայց դինամիկ փոփոխվող ու զարգացող աշխարհում, որտեղ շատ արագ օրերի ընթացքում նոր կառուցակարգեր են առաջանում եւ դրանց ոչ միայն պետքա ծանոթ լինել, պետքա տիրապետել եւ տեղայնացնել եւ ռիսկերը դրա եւ նաեւ օգուտները կշռել, հասկանալ թե ինչ կարող ենք դրանից ստանալ, մոբիլիզացնել մարդկային ռեսուրսներ, ֆինանսական, հանգամանքային, արտադրական արդյունք, բազմաթիվ հարցեր են այստեղ առաջանում։ Իսկ երբ մենք տեղի մեր չինովնիկների հետ ենք զրուցում, գիտեք, ես մտահոգություն գոնե չեմ տեսնում իրանց դեմքերին։ Միակ բանը, որ տեսնում եմ, հետեւյալն է. շատ արագ պատասխանել գրպանում դրած ինչ-որ մի, այսպես հերթապահ բառերի կույտով, որից իրենք էլ գլուխ չեն հանում։ Եվ արդյունքում ինչ ենք ուզում ակնկալել։ Մենք անկեղծություն, շիտակություն չունենք, կառավարություն, հանրություն, չեմ ասում մասնավոր հատված, փորձագիտական հատված, որը օդ ու ջրի պես պետք է այս կապերը։
Եվ շիտակության դեֆիցիտի պայմաններում բնականաբար ավելի չի կարելի սպասել։ Մենք եթե նայում ենք անգամ մեր հարևաններին, մենք բավական հետ ենք ընկել։ Այդ մի ժամանակ էր, որ ասում են տեղեկատվական տեխնոլոգիաները, դա մի քանի նվիրյալների ջանքերով է, որ Հայաստանի Հանրապետությունը, որոնք իրենց անունը չեն էլ ուզում գովազդել, իրենց ամբողջ կյանքը նվիրել են համաշխարհային դեմքեր են, ովքեր ուղղակի Հայաստանը իրենց պատվի գործն են համարել առաջ տանել, բայց դա վերագրել սեփական անձին, հաշվետվություններում ներկայացնել, որ տեսեք մենք այս արեցինք, դա մեղմ ասած բարոյական չէ։ Հիմա էլ ռուս-ուկրաինական պատերազմի եղավ տուրիստների ոսկի աճ եղավ, դա վերագրվում է։ Ոչ միայն տուրիստների աճ, նաև ազգային արժույթի արժևորում 20%-ից ավելի, դրան զուգահեռ գների աճ, կրկնակի ինչը ազդում է մարդկանց եկամուտների վրա, աշխատող աղքատներ, աղքատության վերին շեմի բարձրացում, ֆանտաստիկ թվեր, որոնք բացարձակ աղերս չունեն իրականության հետ, գործազրկության իբր կրճատում, ստացվում է մի կողմից կրճատում, մյուս կողմից էլի գործազրկությունը կա ավելի։ Այսինքն ում ենք մենք ի վերջո խաբում ինքներս մեզ։ Բայց ընտրություններից առաջ իշխանությունները խոստացան 10,000 դրամով ապրիլի 1-ից իրենց աթոշակները բարձրացնել, այն դեպքում, երբ բառացիորեն մի քանի ամիս առաջ, 2-3 ամիս առաջ ազգային ժողովում Փաշինյանն ասում է, որ եթե նույնիսկ 1000 դրամով բարձրացնեն թոշակը, դա միլիարդների բան է բերելու, բեռ է բերելու բյուջեի վրա, որը մենք չենք կարող անել։ Հրաշալի ըմբռնում եմ, ընկալում եմ ձեր հարցը։ Կարող եք հիշատակել մի խոստում, մի պնդում, որը դարձել է իրականություն։ Դժվարությամբ կհիշեմ։ Ես սիրով կսովորեմ կաշխատեմ անգիր անել դա։ Ես 8 տարիների ընթացքում գոնե իմ ոլորտը հուշում է, որ այդ նման բան գոյություն չունի։ Չեմ բարձրացնի, այսինքն 10,000 զուտ կմնա։ Չէ, իրանք դա կանեն իրենց համար։ Իրանք իրենց համար, որովհետև իրենք չեն էլ պատկերացնում որտեղից են բերելու, դա ամենամեծ ապօրինությունն է, սրա մասին ոչ ոք չի խոսում, չէ որ բյուջեի մասին, երբ պետական բյուջե, դա օրենքը չի կարելի խախտել, եթե ավանդույթ են դարձրել օրենքները անտեսել, ոտնահարել, իսկ ես բազմաթիվ այդպիսի օրենքներ կարող եմ բերել, բարենային նվազագույն զամբյուղի մասին, նվազագույն աշխատավարձի տարբեր նույնը վերաբերվում է պետական բյուջեներին, պետական բյուջեները 7 տարի շարունակ չեն կատարվել, իսկ խնայողությունները, այսպես կոչված խնայողությունները, նույնպես օրենքի խախտումը, որովհետև շատ դժվարությամբ են հատկացվում այդ գումարները, սահմանափակ գումարները պետական բյուջեի ծախսային մասին, եւ եթե դրանք ասում են խնայել ենք, այդ խնայել բառը նշանակում է այդքան ապաշնոր են եղել, չեն կարողացել ճիշտ նպատակների համար օգտագործել, եւ եթե ես այս թիվը անընդհատ ուզում եմ, որ մեր հայրենակիցները տեղյակ լինեն, անընդհատ կրկնում եմ, եթե 350%-ով ավելի շատ տրամադրվում է միայն ոստիկանությանը, կիսագրագետ գրագիտության ոչ մի պահանջ ու ցենզ չկա։ Ես չեմ ասում բոլորն են այդպեսին, բայց ձեզ եւ ինձ կարող են հանդիպել եւ հանդիպում են հենց այդպեսիները նաեւ։ Եվ դրա դիմաց գիտությանը 350%-ով ավելի քիչ, դա շատ հստակ մեսեջ է հանրությանը, որ մեզ գիտություն չի հետաքրքրում, եւ այդ չնչին լումաներն է, դրամներն է բողովում են գիտությանը, դա ավելի շատ հազիվ հերիքում է, հազիվ հերիքում է ընթացիկ ծախսերի համար, աշխատավարձները ծիծաղելի են, որովհետև բազմաթիվ գիտնականներ ուղղակի վերածվում գիտնականներ գիտությունների ազգային ակադեմիայում, դրանք աշխատող աղքատներ են, ուրեմն նայեք, թե ինչ պատկեր ունենք, եւ այս իրականության մեջ փոքր երկիր է, փոքր պետություն ենք մենք,
եւ մի գյուղի նման ճանաչում են այս մարդիկ մեկը մյուսին։ Չի կարելի անընդհատ այս խաղերը խաղալ եւ թաքցնել իրականությունը։ Մի տեղից սա դուրս է գալիս։ Իսկ վստահ եք 10,000 դրամներն էլ չի տալու։ Այդ 10,000 դրամները բոլորի ազգաբնակչության թող ներվի ինձ ասել այս արտահայտության համար ներողություն եմ խնդրում, քթերից են հանելու այդ 10,000 դրամները։ Ես դրա համար եմ ասում, որ պետական բյուջեն օրենքը պետքա կատարվի, ուրեմն մյուս տեղերը չպետքա կատարվեն, այդ մյուս տեղերից պետքա հանվեն, բերվեն այստեղ։ Բաղձեր, Վարան Մանասարյան ևս մի կետի հետ կապված ուզենամ ձեր տեսակետը լսել, կապված բաց բաժնետիրական եւ փակ բաժնետիրական ընկերությունների հետ, մասնավորապես ասում է, որ բաց եւ փակ ընկերությունների արհեստական տարբերակումը պիտի վերացվի եւ ընկերություն պիտի դառնա հանրային լիարժեք միավոր ազատ շրջանառվող բաժնետոմսերով, միջազգային հաշվետվողականությամբ եւ կորպորատիվ կառավարման մեխանիզմներով, գործող ՓԲ-ները կամ պիտի դառնան ՍՊ-ներ կամ բաց բաժնետիրական ընկերություններ եւ սրանի բիզնես միջավայրը դուրս կգա կիսափակ եւ ոչ թափանցիկ կառուցվածքներից դառնալով ներդրումների համար ավելի վստահելի։ Օրինակ բանկերի, էներգետիկ ընկերությունների, հաղորդակցության այդ օպերատորների, բնական մենաշնորհների, ռազմավարական ենթակառուցվածքների համար այդ ենթակառուցվածքների տնօրինող կազմակերպությունները պետք է գործեն բաժնետիրական ընկերության ձևով, առավելագույն հաշվետվողականությամբ։ Եվ այդ բաժնետիրական ընկերությունները շահութահար կվճարեն միայն այն ժամանակ, երբ որ շահույթը բաշխվում է որպես դիվիդենդ, ոչ թե որպես ներդրում։ Եթե դու ներդրումներ ես անում եւ զարգացմանն ես նպաստում, այդ դեպքում չես վճարելու շահութահար։ Սա ընդունելի մոտեցում է ձեր համար։ Շատ հետաքրքիր եւ կարեւոր ու օգտակար առաջարկ է սա, բայց ինձ մոտ ամենայն հարգանքով նորից հեղինակներին հարց է առաջանում ուր են այս մարդիկ եւ մասնագետները, երբ Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայություններ մատուցող ոլորտներ եւ պետական մենաշնորհներ մասնավորեցվել, տրվել են օֆշորային ընկերություններին։ BB-ը ով էր կամ որ ընկերություններ ներկայացնում, պարզա չէ ինչի մասին ենք մենք խոսում։ Եթե այս մարդիկ ներգրավված չլինեին պետական կառավարման մեջ, ես շատ ավելի բարձր կգնահատեի, էլի բարձր եմ գնահատում, որ այսօր նման առաջարկներ են հնչում, բայց չէ որ կարելի էր այն ժամանակ, երբ ձեր խոնարհ ծառան դրա մասին բարձրաձայնում էր 2000, 2001 եւ այլ թվականներին, մարդիկ ողջ էին եւ բավական ներգրավված տարբեր ճյուղերում, տարբեր աշխատանքներում եւ լրություն են պահպանում։ Իհարկե, օգտակար է, իհարկե կարեւոր է, բայց նույնքան կարեւոր է նաեւ կարող է նախկինում անել այսինքն։ Ես նմանատիպ հարցեր Դավիթ Անանյանի նկատի ունեք, ես իրեն հարցրել եմ իր տնտեսական ծրագրի հետ կապված, նա պատասխանեց, որ այն ժամանակ ինքը բավարար չափով ազդեցություն որոշումների կայացմանը չի ունեցել։ Ձեր խոնարհ ծառան ունեցել է, իհարկե ոչ, բայց բարձրացել։ Հոդվածները կան, հարցազրույցները կան իմ համացանցում մեծ մենք դրա դիմաց ակցիաներ ենք կազմակերպել եւ միայն դա չէ։ Նույնը ավիացիային վերաբերվում շատ լավ հիշում եք եւ էներգետիկայի ոլորտին եւ բաշխիչ ցանցերին սա բնավ իմ խոսքերը չեմ ուզում ստվերի այն արժանինքները, որ ունեն իմ գործընկերները, թող Աստված տա, որ հաջողեն եւ ես կողքից չեմ նայելու, ես մեծ պատրաստակամությամբ կօգնեմ, որովհետեւ հակառակը ճիշտ չի լինի, բայց շատ ցանկալի է, որ ամեն մեկս մեր տեղում լինենք նաեւ մեր ուժերի ներածի չափով։ Օգտակար ենք։ Իսկ կա մի առաջարկ, պարոն Մանասարյան, որ իթիվս այս առաջարկների եւ կետերի դուք եւս ունեք, որ կարևոր կլինի մեր տնտեսությունը այս վիճակից հանելու համար, որն է կարևոր շտրիխը, որ ուզենք ձեր կողմից ավելացնել։ Տեսեք, մենք ունենք համապարփակ ծրագիր, որը ոչ միայն տարիների աշխատանքի արդյունք է, այլ 24 ժամյա աշխատանքի արդյունք է։
ուզում եմ կրկնել, աշխարհը դինամիկ փոփոխությունների մեջ է, տարածաշրջանը այդ թվում Հայաստանի Հանրապետությունը հատկապես, եւ մենք ամեն օր 24 ժամ աշխատում ենք, որովհետեւ այդ աշխատանքը առաջին հերթին մտավոր աշխատանքն է, եւ մտքերը, որ գեներացվում են, դա միայն ընտրողին ներկայացնելու համար չի, դա նախ տողերի հեղինակ ինքը պիտի հավատա, համոզմունք ունենա, եւ մենք ունենք շատ մանրակրկիտ ծրագիր տնտեսության բոլոր ոլորտներում, որը անպայման պրոյեկտվում է Հայաստանի վրա, նաև հաշվի առնելով միջազգային ուսանելի փորձը համադրելի վիճակում հայտնված երկրների, ես օրինակ պատիվ եմ ունեցել հեղինակելու Ղազախստանի դասերը մենագրություն։ Մենք ինչ ենք անընդհատ նայում զարգացած երկրներին։ Ղազախստանը 21-րդ դարը իրենն է անելու, որովհետև արդեն այն նվաճումները, որ ունի, միջազգային ֆինանսական կենտրոն է ստեղծել եւ ոչ միայն նոր մայրաքաղաքով, այլ ուղղակի նոր մշակույթ ազգ է ձևավորվում այնտեղ։ Մենք տեղյակ չենք։ Մենք չգիտենք անգամ Իրանում ինչ է կատարվում, մենք պատերազմից անգամ տեղյակ չենք։ Իրանի գիտությունից, տեխնոլոգիաներից, տիեզերական հետազոտություններից, շատ տարբեր բաներից մենք տեղյակ չենք։ Իսկ սա պարտադիր պայմանն է 21-րդ դարում զարգացման մասին մտածելու համար։ Ուրեմն բոլոր այս ռեսուրսները, մարդկային ռեսուրսներ, որոնք դեռ հաշվառված չեն Հայաստանի Հանրապետությունում, ֆինանսական, որոշ չափով մոտավոր հաշվարկներ կան, հանքահումքային 0 գաղափար ունենք։ Այդ աշյան ցածր են մեր գիտելիքները, որտեղ մենք ուղղակի չենք կրթում երկրաբանների, վերջացել ու վերացել այդ դպրոցը, արդյունաբերական, արտադրական ռեսուրսների մասին հավաքագրված տվյալներ չունենք, բազմաթիվ են դրանք եւ մեր մեղուների փեթակը աշխատում է անընդհատ։ Ես չեմ պատկերացնում Հայաստանի տնտեսության զարգացում, եթե ամեն մեկը կղզիացած պիտի ասի ես այս ոլորտը լավ գիտեմ ու սա բավարար է, կամ մի քանի առաջարկներ։ Բայց ես ինձ թույլ չեմ տա ասել, թե վայ դրանք քիչ են, վայ ինչ են խոցելի։ Եթե այդ տեսանկյունից մոտենանք զուտ ակադեմիական տեսանկյունից բազմաթիվ խոցելի տեղեր կան, բայց ի վերջո դրանք մեր հայրենակիցներն են արել եւ լավ մղումներով, ուստի պետք է հոգեբանորեն տրամադրվել դրական առումով եւ օգնել։ Ոչ ոք վերևին գերագույն աստիճանի ճշմարտություն չի ասում, միայն համախմբված Հայաստանը ճանաչելով մենք կարող ենք, իսկ Հայաստանը ճանաչողների թիվը շատ քիչ է։